Մենք մեր բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացրել ենք 10,800 դրամով, բայց որը չենք տալիս իրենց ուղիղ։ Այդ 10,800 դրամը կուղղվի առողջության համընդհանուր ապահովագրությանը։ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը մի թոշակառուի հետ իր զրույցն էր հիշել, որն ասում էր ավելի քան 50,000 դրամ թոշակ է ստանում, կեսից ավելին ուղղում տունը տաքացնելու վրա, բայց միևնույնն է չի տաքանում։ Վարչապետն ուսումնասիրել է թոշակառուի խնդիրն ու եզրահանգել, ճիշտ է մեկ անգամ ներդրում անել եւ տան ծակուցուկերը փակել ու ջեռուցման համար ավելի քիչ ծախսել։ Այս տրամաբանությամբ էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն է պնդում առողջապահական ծախսը քաղաքացիների աղքատացման հիմնական պատճառներից մեկն է եւ հենց այդ պատճառով են որոշել այդ 10,800 դրամն ուղղել թոշակառուների առողջության պահպանմանը, որ երբ կարիք լինի խնդիրը լուծելու գումարն էլ լինի։ Այդ ծախսերը կարող է լինել 100,000-ավոր դրամների, որտեղ 100,000 դրամից էժան բժշկական միջամտություն պարզապես չկա։ Ինտու մինչև միլիոնավոր դրամների եւ ես կարծում եմ, որ սա մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է։ Տարեվերջին ազգային ժողովի падգամավորներն այսպես ասած 13-րդ աշխատավարձ ու հավելավճարներ էին ստացել, յուրաքանչյուրը մոտ 3 միլիոնական դրամ։ Նախարար Թորոսյանից հետաքրքրվեցինք։ Այս լուրը լսող նվազագույնը 36,000 դրամ թոշակ ստացող տարեցները արդյոք գոհ կլինեն իրենց թոշակից։ Ներառյալ այդ 10,800 դրամի բարձրացումը, որն ուղիղ իրենց հաշվին չի էլ նստելու, եւ անկանխիկ գնումների դեպքում 2% հետվճարը։ Արդյոք սա չի նպաստում երկրում անարդարության զգացման խորացմանը։ Համարում ենք, որ բավարար չեն, դրա համար էլ բարձրացնում ենք։ Բարձրացնում ենք այնքան, ինչքան թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն իր բոլոր մնացած ծախսերով։ Եթե օրինակ առողջության ապահովագրությունը ներ չդնեինք եւ 50-60 միլիարդ դրամով օրինակ չավելացնեինք առողջապահության պետական բյուջեն, որի մեջ մտածեն 400,000-ից ավել 65 պլյուս տարիքի քաղաքացիներ, կարող էինք այդ գումարները տալ այդ քաղաքացիներին, բայց մենք համարում ենք, որ դա ավելի ճիշտ մոտեցում է։ Վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալներով թոշակառուների ընտանիքները տարեց տարի նվազեցնում է սպառած սննդի կալորիականությունը։ Մեզ հանդիպած առաջին իսկ թոշակառուից հետաքրքրվեցինք։ Վերջին անգամ իր թոշակով երբ է օրինակ ձուկ կամ կարագ գնել։ Տենց բաներ չկա, ես տենց չեմ ինձ թույլ չեմ տա տենց առևտուր անեմ։ Այդ տենց մանր-մունր ձուկ մուկ տենց բաներ առնեմ, ինչ որ կարողանում եմ, էլի կրուպեղենա, պեսոկա։ Անահիտ Խաչատրյանը 69 տարեկան է, նվազագույն թոշակ է ստանում, ամսական 36,000 դրամ։ Ձեռքի հետորացույցներ է վաճառում, որ կարողանա գոնե հոսանքի համար վճարել։ Նախարար Թորոսյանն ասաց, չեն կարող պետական աշխատողների աշխատավարձերը չբարձրացնել, հավելավճարներ չտալ, որոնք աշխատում են, որպեսզի հավաքվեն հարկերը, կարող ենք ընդհանրապես չտալ աշխատավարձեր, որտեղ այդ աշխատավարձերը ոչ էլ մրցունակ են եղել, հիմա մենք փորձում ենք մրցունակ դարձնել եւ տեսնենք կհավաքվի պետական բյուջեն եւ կվճարվեն այդ կենսաթոշակները, թե չեն վճարվի, ինձ թվում է պատասխանը շատ ակնհայտ է, դա կտևի ընդամենը 1 ամիս։ Ուսուցիչների աշխատավարձեր չբարձրացնենք, զինվորականների աշխատավարձեր չբարձրացնենք, ճանապարհներ, դպրոցներ չկառուցենք եւ ամեն ինչ ուղենք ընդամենը 1 ոլորտի, տենց պետություն չի զարգանում։ Կան առաջնահերթություններ այդ կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար նախատեսված հետվճարի ծրագրում փոփոխություն է կատարվել։ Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով հունվարի 1-ից վերադարձվող տոկոսը 12-ից կբարձրանա մինչև 20, կազմելով մոտ 10,000 դրամ։ Ծրագիրը վերաբերում է շուրջ 660,000 քաղաքացու, որոնցից 380,000-ն արդեն օգտվում են դրանից։ Միևնույն ժամանակ նախարարի տվյալներով մոտ 48,000 թոշակառու դեռ շարունակում է թոշակը կանխիկ ստանալ ու կանխիկ էլ ծախսել։ Նախարարը հորդորում է օգտվել անկանխիկ վճարումների հնարավորություններից, հիշեցնում է, գործում է նաև համընդհանուր հետվճարի ծրագիրը 2%-ի չափով, որը կիրառվում է միայն առկա քարտերով կատարված վճարումների դեպքում։ Ուղիղ բարձրացումներ եղել են կենսաթոշակների մինչ օրս, բայց մենք կարծում ենք, որ այս նորարարական լուծումները, որոնք դուք նաև տեսնում եք, որ կիրառվում են արդեն նաև ուրիշ գործիքներով, այդ 2%-ի։ Եվ մենք նաև դրա շնորհիվ ենք ունենում պետական բյուջեի հավաքագրումներ, պետական բյուջեի կատարում։ 69-ամյա Անահիտ Խաչատրյանը որոշել է իր թոշակն այլևս չկանխիկացնել ու գնումներն էլ անկանխիկ անել, որ գոնե մի քիչ շահի արանքում։ Գուցե օրինակ ձուկ էլ գնի, բայց վստահ չէ, որ ամեն ամիս այդ ճոխությունը կարող է իրեն թույլ տալ։ Հանում էի միշտ, բայց այս ամիս չեմ հանել, քարտի մեջ է։ Մանր-մունր գնումներ եմ կատարում քարտով։ Տենց ասում են, որ տենց ավելանում է ինչ որ տոկոսները,
Սոցիալնախարարի պաշտոնում իր առաջին ասուլիսում Թորոսյանն ընտանիքների գնահատման նոր համակարգը համարեց տարվա կարևոր սոցիալական բարեփոխումներից մեկը։ Համակարգը հիմա փորձարկվում է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում, իսկ հուլիսի 1-ից գործելու է ամբողջ երկրում, ներառյալ Երևանը։ Սա հիմնված է իրական կարիքի գնահատման վրա, ասում է նա։ Փորձնական առաջին փուլում կարիքավոր ընտանիքները միջինում 78,000 դրամ նպաստ կստանան, առավելագույնը 200,000։ Հաջորդ ձեռքբերումն էլ ըստ Թորոսյանի այն է, որ հունվարի 1-ից երրորդ եւ հաջորդ երեխայի համար կտրամադրվի ամսական 50,000 դրամ, մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալը։ Անկանխիկ վճարումների դեպքում մինչեւ 60,000 դրամ։ Սա տարեկան 4 միլիոնից ավելի է կազմում, ասում է նա։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագրերն էլ պնդեց շարունակվելու են նաեւ 2026-ին։ Գործելու են երկարատև արձակալության նոր մեխանիզմ, իսկ սահմանամերձ համայնքներում, ասում է, բնակարանաշինության ծրագրով արդեն 2316 ընտանիք ստացել է աջակցություն։ Արցախի գործիչներն ի դեպ այս ծրագիրը տապալված են համարում, մատնացույցանելով շահառուների փոքր թիվը։